Կանանց նվիրված միամսյակը գարնանային վառ գույներով ու ջերմ տրամադրությամբ է մեկնարկել Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության գրասենյակում։ Շնորհավորանքներից եւ մաղթանքներից զատ տոնը առիթ է եւս մեկ անգամ կանանց դերն ու նշանակությունը արժևորելու համար։ Պաշտոնապես շնորհավորում եմ ձեզ, ուզում եմ, որ այսքան սենց սիրուն լինեք միշտ, ժպտուն աչքերով, երջանիկ։ Ուզում եմ, որ ինչքան նպատակ ու երազանք ունեք, իրականություն դառնա, կանացի երջանկություն եմ մաղթում ձեզ ամենակարևորը ու ուզում եմ, որ դուք ձեր համար ունենաք մի օրենք ու այդ օրենքը լինի այն, որ տարվա ոչ մի օր չառանձնացնեք ձեր համար, նշելով որպես ձեր տոն, այլ համարեք, որ տարվա բոլոր 365 օրերն էլ ձերն են։ Երիտասարդները գարնանամուտի տոնին կարևորում են կանանց եւ աղջիկների դերը հատկապես սերունդների դաստիարակության, կրթության, ընտանիքի պահպանման գործում։ Ամուր պետության գրավականը նաեւ սա է։ Ռիփսիմեն թող լինի բոլորիս համար օրինակ։ Ու ես ուզում եմ, որ դուք հենց Ռիփսիմեի օրինակով ձեր կյանքում անեք այնպիսի քայլեր, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս յուրաքանչյուրը ձեր ոլորտներում մեր Հայաստանի դրոշը բարձրացնեք։ Մեր գեղեցկու Իլիանայի գլխավորությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերի մարտի 8-ը, մեր քույրերի, թող միշտ ժպտան եւ միշտ գարուններ լինեն իրենց կյանքում։ Մնաք նույնքան արևավառ, նույնքան գեղեցիկ ու շարունակեք գործել հանուն մեր Հայաստանի, որովհետեւ հենց ձեր մեջ է մեր երկրի գեղեցկությունը, մեր երկրի ապագան։ Գնահատված լինելը յուրաքանչյուրիս կյանքում այդ ամենակարևորագույն արժեքն է ու եւս մեկ անգամ այս նախաձեռնությամբ մենք զգացինք մեր կարևորությունը, թե ընկերության շրջապատում, թե գործնական։ Ճիշտ է, Արցախից հետո տոները այդքան էլ արդեն մեծ շուկով չենք նշում, բայց ամեն դեպքում մեր տոնն է, կանանց ու աղջիկների տոնն է, մեր երկիրը պատերազմներ չտեսնի ու միայն խաղաղ ապրենք ու Աստծո օրհնության մեջ ամենակարևորը։ Մաղթում եմ բոլոր մայրերին, բոլոր կանանց, որպեսզի լինեն երջանիկ, ունենան գարնանային բարձր տրամադրություն եւ որ ամենակարևորն է լույս աշխարհ բերեն հայրենիների, ովքեր անսասան կպահեն մեր Հայաստանի Հանրապետության սահմանը։ Եվ տոնական օրը լավ լուրով Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը պետական գրանցում է ստացել ու արդեն պաշտոնապես հասարակական կազմակերպություն է։